Ողջույն, շարունակում եմ պատմել, թե ինչպես են մոլորակները իրենց դրսևորում 12 տներում։ Այսօրվա տեսանյութում պատմելու եմ լուսնի, նրա կարևորության եւ իր դիրքի մասին անձնական քարտեզում 1-ից 6-րդ տներում։ Ինչ է խորհրդանշում լուսինը անձնական քարտեզում։ Աստղաբանության մեջ լուսինը համարվում է հոգու հայելին։ Այն ցույց է տալիս ոչ թե այն, ինչ որ մենք մտածում ենք, այլ այն, ինչ որ մենք զգում ենք։ Այն համարվում է կենտրոնական լուսատու։ Տարբեր տներում լուսինը ցույց է տալիս, թե ինչպես է մեզ մոտ արտահայտվում խորքային ենթագիտակցությունը, ինտուիցիան, զգացմունքները, բնազդները, հաճույքներն ու վայելքները, մեր կանացի քնքշանքն ու նվիրվածությունը։ Լուսնի սիմվոլիկան։ Եթե արևը ցույց է տալիս մեր եսը, անհատականությունը, էությունը, մեր էգոն, ապա լուսինը ցույց է տալիս մեր զգացմունքները, ենթագիտակցությունը, էմոցիաները, ինտուիցիան եւ ներքին աշխարհը։ Լուսինը մեր հոգեկան հիշողությունն է, մեր ներքին ավտոմատ արձագանքը։ Այն գրում է մեր ապրածը մանկության տարիներին, մեր մորից ստացած հուզական օրինաչափությունները, ինչպես արևը, լուսինը նույնպես բազմաֆունկցիոնալ է։ Այն ներկայացնում է մեր հոգուն, զգացմունքներին, բնազդներին, ներքին աշխարհին վերաբերող մի շարք ուղղություններ։ Լուսինը որպես ենթագիտակցություն։ Ենթագիտակցությունը մեր ներքին հիշողության օվկիանոսն է, որտեղ ապրում են հին զգացմունքները, վախերը եւ կարոտները։ Լուսինը որպես ինտուիցիա, այն բնական զգացողություն է, որը բանականությամբ հնարավոր չէ բացատրել։ Նա գիտի առանց վերլուծելու, այն խոսում է ներսին շշուկով, երազներով, մարմնի զգացողություններով։ Լուսինը որպես բնազդ կապված է բնության եւ գոյատևման բնական ուժերի հետ։ Այն ղեկավարում է մեր ռեֆլեքսները, պաշտպանվել, սիրել, ծննդաբերել։ Այն մարմնի լեզուն է, երբ միտքը լռում է։ Լուսինը որպես հոգի, այն լույսն է մթի մեջ։ Նա արտացոլում է արևի լույսը, հոգու ենթագիտակցական կենտրոնի, բայց ավելի փափուկ զգայական ձևով։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է հոգին ապրում իր փորձառություններով եւ ինչի միջով է անցնում։ Լուսինը որպես մայր բոլոր տներում եւ նշաններում իր էությամբ կապված է խնամքի, սնուցման, պաշտպանական բնազդների հետ։ Ցույց է տալիս, թե ինչպիսի մայր ունես, ինչպիսի մայր ես դու, ինչպես ես խնամում ուրիշներին, ինչպես ես սիրում եւ սպասում սիրուն, ինչպես ես հաճույք ստանում եւ զգում կյանքը։ Ինչպես է իրեն դրսևորում լուսինը առաջին տանը։ Առաջին տունը ամենակարևոր եւ անկյունային տներից է, որը անձնական քարտեզում համարվում է հիմնային եւ մեկնարկային կետ։ Երբ լուսինը ընկնում է այստեղ, մարդկանց համար անհատի էմոցիաներն ու զգացմունքները դառնում են թափանցիկ եւ մերկ։ Ինչպես գիտենք, առաջին տունը խոյինն է եւ կառավարիչ մոլորակը Մարսն է։ Ջրային լուսինն այստեղ այնքան էլ հանգիստ չէ։ Ջուրը եւ կրակը միանալով ստեղծում են անդադար վառ, սուր էմոցիաներ, որոնք բարդ է լինում լուսնին ընկալելը։ Այստեղ մարդիկ տեսնում են լուսնի էմոցիաները, զգացմունքները, քանի որ նա այստեղ թափանցիկ է եւ անկարող է թաքցնել իր էությունը։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերկ, նրանք միավորվում են եւ ստեղծում են համապատասխան էներգիա, որը արտացոլում է անհատի էությունը եւ անհատականությունը։ Ջրի եւ կրակի միությունը անսպառ էմոցիաներ են, որոնք ամբողջ կյանքում անհատը զգալու է։ Ջուրը փորձելու է իր ճկունությամբ եւ մանիպուլյացիաներով ենթարկել կրակին, իսկ կրակը իր իշխանությամբ չտրվել ջրի էներգիային։ Եվ այս անսպառ պայքարից սկսելու է ծնվել հետաքրքիր անհատականություն եւ ուժ։ Լուսինն առաջին տանը մարդկանց համար դառնում է բաց եւ շատ խոցելի։ Ըստ տրամադրության կարող է փոխվել հագուստը, տեսքը, վարքագիծը եւ արտաքինը։ Այս անհատները սիրում են էմոցիա, չեն կարող ապրել առանց էմոցիա, սիրում են տալ էմոցիա եւ ստանալ էմոցիա։ Ուժեղ եւ թույլ կողմերը այդ դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Ուժեղ է համարվում այն ժամանակ, երբ մոլորակները լավ ասպեկտներ եւ դիրք ունեն ու գտնվում են իրենց համար լավ նշանի մեջ։ Նրանք ունեն խորը կարեկցանք, զգում են մարդկանց էմոցիաներն ու էներգիաները, կարող են լինել լավ հոգեբաններ, քանի որ լավ էմպաթներ են։ Ունեն բնությունից տրված շատ ուժեղ հմայք, շատ մեղմ են, կանացի եւ քնքուշ։ Ունեն ջերմություն եւ հոգատար էներգիա, ուժեղ ինտուիցիա եւ այս պատճառով նրանք գիտեն, երբ գործել եւ երբ ոչ։ Իրենց զգացմունքներն արտահայտում են բնական ձևով։ Առանց կորցնելու իրենց կարող են ադապտացվել միջավայրի հետ եւ մարդկանց։ Թույլ կողմերը
Թույլ է համարվում այն ժամանակ, երբ մոլորակները եւ ասպեկտները վնասված են լինում տարբեր մոլորակների կողմից։ Ունեն զգացմունքային անկայունություն, մի օր լի են ուժով եւ ոգեվորությամբ, մյուս օրը փակվում են եւ դառնում տխուր։ Չափից դուրս գայուն են, շատ ուժեղ են, արձագանքում ուրիշների խոսքերին, հայացքներին կամ էներգիային, կախվածություն ունեն ուրիշների կարծիքից, վախենում են քննադատությունից, կարող են խորը վիրավորվել։ Նրանց արտաքին տեսքը էներգիան կապված է տրամադրությունից, երբ ուրախ են կամ տխուր, դա տարածվում է ամբողջ շրջապատի եւ մարդկանց վրա։ Ըստ իրավիճակի եւ տրամադրության կարող են փոխել իրենց ընկալումներն ու կարծիքները։ Ինչպես է իրեն դրսևորում Լուսինը երկրորդ տանը։ Ինչպես գիտենք, երկրորդ տունը կրում է ցուլի հողի էներգիան։ Լուսինը այստեղ ընկնելով փորձում է ադապտացվել ստաբիլ նյութական էներգիային։ Իր էմոցիաները փորձում է ձևավորել նյութական անվտանգության հիման վրա։ Երկրորդ տունը խորհրդանշում է նյութական արժեքները, սեփական եկամուտը, ֆինանսական կայունությունը եւ անձնական արժեքները։ Երբ Լուսինը գտնվում է երկրորդ տանը, անհատի էմոցիոնալ հավասարակշռությունը կախված է լինում նյութական բարեկեցությունից եւ կայունությունից։ Գումարը, ունեցվածքը եւ իրերը դառնում են հոգեբանական հենարան։ Ինչպես գիտենք, երկրորդ տունը կրում է ցուլի հողի էներգիան, եւ Լուսինը ընկնելով այստեղ փորձում է ադապտացվել նյութական ստաբիլ էներգիային, իր էմոցիաները փորձում է ձևավորել նյութական անվտանգության հիման վրա։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերք, նրանք միավորվում են եւ ստեղծում են համապատասխան էներգիա։ Այստեղ հողի եւ ջրի էներգիաները լրացնելով միմյանց, փորձում են ստաբիլություն եւ հենարան ձեռք բերել էմոցիաների եւ նյութականի միջև։ Ուժեղ եւ թույլ կողմերը այդ դիրքում։ Ուժեղ կողմերն են անհատը այստեղ ունի ֆինանսական ինտուիցիա, գումարը նրա համար ունի էներգիա եւ նա զգում է այդ հոսքը։ Նրանք կարող են ստեղծել հարմարավետ եւ ապահով միջավայր ընտանիքի համար։ Կայունությունը իրենց հանգստացնում է եւ նրանք փորձում են պահպանել այն։ Շատ են սիրում նվիրել նվերներ եւ ուշադրություն։ Նվերներ տալով ավելի արժեքավոր են իրենց զգում եւ իրենց ինքնագնահատականը բարձրանում է։ Թույլ կողմերը ունեն զգացմունքային կախվածություն նյութականից, երբ ֆինանսական վիճակը անկայուն է, տրամադրությունը նույնպես ընկնում է, կարող են ունենալ տրամադրության լուրջ անկումներ եւ ստրես։ Կարող են չափից շատ կարևորել փողը կամ ունեցվածքը, ունեն վախեր կորցնելու ամեն ինչ, այդ իսկ պատճառով կարող են խնայել եւ պահել ավելին, քան պետք է։ Չեն կարողանում գնալ փոփոխության նույնիսկ շատ անհրաժեշտության դեպքում, քանի որ նախընտրում են կայունություն եւ հարմարավետություն։ Ունեն ինքնագնահատականի տատանումներ, եթե նյութական ապահովություն չեն ունենում։ Ինչպես է իրեն դրսևորում Լուսինը երրորդ տանը։ Երրորդ տունը կրում է երկորյակի օդի էներգիան եւ այստեղ Լուսինը ընկնելով փորձում է մի կողմ դնել ինտուիտիվ ջրային էներգիան եւ սկսել վերլուծել շփում, ուսուցում եւ ամենօրյա կապեր առաջացնող էմոցիաները։ Երրորդ տունը խորհրդանշում է շփում, մտածողություն, ուսում եւ մտերմիկ միջավայր։ Երբ Լուսինը գտնվում է երրորդ տանը, մարդը ապրում է զգացմունքներով, իր մտքերի, խոսքերի եւ շփումների միջոցով։ Նրա միտքը սերտ կապված է սրտի հետ։ Ինչպես գիտենք, երրորդ տունը կրում է երկորյակի օդի էներգիան եւ Լուսինը ընկնելով այստեղ փորձում է իր ջրային ինտուիցիան դնել մի կողմ եւ սկսել վերլուծական շփումը, ուսուցումը եւ ամենօրյա կապեր առաջացնող էմոցիաները։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերք նրանք միավորվում են եւ ստեղծում են համապատասխան էներգիա։ Եվ այստեղ օդի հստակ, սառը բանականությունը միավորվում է ջրային փափուկ եւ էմոցիոնալ էներգիայի հետ եւ ստեղծում է էմոցիոնալ գրավիչ քաշող խոսք, էմոցիոնալ շփում եւ հաճելի զգացմունքային զրույցներ։ Ուժեղ եւ թույլ կողմեր այդ դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Այս անհատները շատ լավ են զգում շրջապատի տրամադրությունը, ունեն համակրանք եւ զգայունություն մարդկանց նկատմամբ։ Գիտեն ինչպես խոսել, որպեսզի դիմացինը հանգստանա եւ ոգեշնչվի։ Ունեն ստեղծագործ միտք, մտածում են պատկերավոր եւ ունեն հարուստ երևակայություն։ Հեշտ են սովորում լեզուներ, կարող են հեշտ ընկերանալ, արագ յուրացնում են լեզուները եւ ուսումը, հետաքրքրասեր են եւ ունեն սեր ուսանելու նկատմամբ։ Թույլ կողմերը տրամադրությունը կարող է փոխվել կայծակնային արագությամբ եւ դրա հետ միասին կարծիքներն ու որոշումները։ Կարող է մի օր ոգևորվել ինչ-որ գաղափարով, իսկ հաջորդ օրը հրաժարվել դրանից։ Շատ են մտածում, թե ինչ են ասում ուրիշները, ինչպես են իրեն ընկալում։ Կարող է վիրավորվել փոքր նկատողությունից, կարող է խոսել շատ, բայց առանց բովանդակության։
կարող է կիսատ թողնել սկսած գործը եւ չհասցնել մինչև վերջ։ Եթե միջավայրը լարված է, ապա անհատը ամբողջապես կլանում է այդ էներգիան։ Ինչպես է իրեն դրսևորում Լուսինը 4-րդ տանը։ Ինչպես գիտենք, 4-րդ տունը խեցգետնի ջրային էներգիա կրող տունն է, եւ Լուսինը այստեղ ընկնելով ստեղծում է հոգատար, շատ քաղցր եւ հարմարավետ միջավայր, որը հետագայում վերածվում է հնգշության եւ ջերմության։ 4-րդ տունը խորհրդանշում է արմատները, ընտանիքը, տունը, հայրենիքը եւ ներքին աշխարհը։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերկ, նրանք միավորվում են եւ ստեղծում են համապատասխան էներգիա։ Այստեղ ջրի երկու էներգիաները միանում են եւ ստեղծում են յուրահատուկ, քաղցր, քնքուշ, ջերմ մթնոլորտ, որտեղ կա պաշտպանություն, ապահովություն, սեր եւ հանգստություն։ Ուժեղ եւ թույլ կողմերը այդ դիրքում։ Ուժեղ կողմերն են. անհատը ունի խորը ներաշխար եւ ինտուիցիա, զգում է մարդկանց տրամադրությունը, ունի ուժեղ ինտուիտիվ կապ նախնիների տոհմական հիշողության հետ, ունի մեծ սեր դեպի ընտանիք եւ տուն, ունի հոգատարության եւ մայրական խնամող էներգիա, զգացմունքային կայունություն ներսում։ Շատ է կարևորում տան ներդաշնակությունը, հոգեվոր կապ ունի արմատների հետ։ Այս անհատները իրենց մեջ ունեն անսահման սեր եւ ջերմություն։ Թույլ կողմերը կախվածություն ունեն ընտանիքից եւ հարազատներից, ինքնուրույն որոշումներ դժվարանում են կայացնել, ունեն անվստահություն եւ վախ մենակությունից, կարող են փնտրել ապահովություն մարդկանց կամ վայրերի մեջ, փոխարենը գտնելու այն իրենց ներսում։ Շատ են մնում անցյալի ու անցյալի ցավի մեջ, կարող են չդիմանալ քննադատությանը եւ ունեն հակվածություն փակվելու իրենց մեջ, կարող են չկիսվել իրենց էմոցիաներով եւ զգացմունքներով, երբ վիրավորված են։ Ինչպես է իրեն դրսևորում Լուսինը 5-րդ տանը։ Ինչպես գիտենք, 5-րդ տունը առյուծի կրակի էներգիան է կրում, եւ Լուսինը այստեղ ընկնելով դառնում է ավելի ստեղծարար, արվեստային, ավելի վառ եւ էներգիավլեցուն։ 5-րդ տունը խորհրդանշում է սեր եւ ռոմանտիկա, արվեստ եւ ֆլիրտ, մրցակցություն եւ երեխաներ, ազարտ եւ ադրենալին։ Երբ Լուսինը ընկնում է 5-րդ տուն, սկսում է զգալ վառ, կրքոտ էմոցիաներ, որոնք հետաքրքիր ձևով ուղղորդում են դեպի արվեստ եւ զգացմունքային պորտկում։ Կարծես հոգի դրվի կյանքի ամեն վայրկյանի մեջ։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերկ, նրանք միավորվում են եւ ստեղծում են համապատասխան էներգիա։ Այստեղ կրակն ու ջուրը անվերջ կարող են ստեղծագործել, հորինել, արարել եւ նորը տալ աշխարհին իրենց անսահման զգացմունքով, էմոցիայով եւ կյանքի նկատմամբ սիրով։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են. այստեղ ամեն ինչ սրտից է գալիս։ Նման մարդը ոչ թե մտքով, այլ զգացմունքով, ներշնչանքով, երգով, գրով եւ պատմությամբ է լեցուն։ Կյանքը սիրում է անսահման, ամեն ինչի մեջ տեսնում է սեր, գեղեցիկ եւ ուրախություն։ Այս անհատները մարդկանց համար ունեն ջերմ եւ գրավիչ էներգիա։ Հասկանում են երեխաներին, հոգ են տանում մարդկանց մասին, ստեղծում են հարմարավետ մթնոլորտ։ Սիրում են տարբեր էմոցիաներ առաջացնող խաղեր եւ ադրենալին։ Եթե չափի զգացում կարողանան ստեղծել իրենց մեջ, կարող են հաճույք ստանալ տարբեր ազարտ առաջացնող խաղերից։ Թույլ կողմերը նրանք ունեն զգացմունքային կախվածություն սիրուց, կարող են չափազանց սպասել ուշադրություն եւ սեր, եւ չստանալով կարող են հիասթափվել։ Կարող են ունենալ կտրուկ տրամադրության փոփոխություններ, կարող են խորապես տառապել քննադատությունից կամ անտեսված լինելու զգացումից։ Ունեն գերխնամք սիրեցյալի կամ երեխաների նկատմամբ։ Կարող են լուրջ կախվածություն ունենալ տարբեր տեսակի խաղերից եւ ազարտ առաջացնող որևիցե ուղղությունից։ Կարող են խաղամոլ դառնալ, քանի որ ունենում են ադրենալինի պակաս։ Ինչպես է իրեն դրսևորում Լուսինը 6-րդ տանը։ Ինչպես գիտենք, 6-րդ տունը կրում է կույսի, հողի էներգիան, եւ Լուսինը այստեղ ընկնելով փորձում է ամբողջապես ձուլվել մարդկանց օգտակար լինելուն, ծառայելուն եւ ինքն իրեն զոհաբերելուն։ Այս տունը խորհրդանշում է աշխատանք, ծառայություն, պարտականություններ։ Երբ Լուսինը գտնվում է այստեղ, սա նշանակում է, որ մարդը շատ էմոցիոնալ է եւ զգայուն, առօրյայի, առողջության եւ աշխատանքային միջավայրի նկատմամբ։ Ամեն տան մեջ լինելով 3 տարերկ, նրանք միավորվում են եւ ստեղծում են համապատասխան էներգիա։ Այստեղ հողն ու ջուրը լրացնելով մեկը մյուսին, կարող է ստեղծել ամուր, կայուն, պատասխանատու հիմք, որի արդյունքում կարող են հասկանալ, զգալ եւ միաժամանակ կարգուկանոն հաստատելով օգնել մարդկանց առաջ գնալ իրենց ընտրած ոլորտում։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են. այս անհատներն ունեն խնամող եւ հոգատար բնավորություն, սիրում են հոգ տանել ուրիշների մասին, լավ են իրենց զգում բժշկության, բուժման կամ կենդանիների խնամքի մեջ։ Նրանք նվիրված են եւ պատասխանատու, սիրում են պարտաճանաչ կատարել աշխատանքը եւ առօրյա գործերը։
լավ են հասկանում ուրիշների կարիքներն ու կարող են ճիշտ խորհուրդ տալ եւ աջակցել նրանց։ Թույլ կողմերը ունեն էմոցիոնալ կախվածություն աշխատանքից եւ եթե աշխատանքը չի գնահատվում կամ միջավայրն անկայուն է, նրանք կարող են արագ հիասթափվել կամ հիվանդանալ։ Կարող են անհանգստանալ կամ նյարդայնանալ մանրուքներից, առողջության, մաքրության, աշխատանքային խնդիրների պատճառով, շատ զգայուն են քննադատությունների նկատմամբ, երբեմն օգնելով ուրիշներին մոռանում են իրենց։ Եթե որևէ բան չի ընթանում իրենց պլանավորածով, կարող են խառնվել իրար։ Հետաքրքիր էր 7-ից 12-րդ տների մասին կպատմեմ հաջորդ տեսանյութում։ Չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին։